անընդհատ դու կախման մեջ ես գործատիրոջից։ Երկու կոպեկ հետ գցել։ Դժգոհ ենք, որ հետ կյանք նա հիմա Վաշինգտոնում։ Այնտեղից արդեն դուրս չես գալիս։ Անօրինական։ Դի ջահիճ։ Բարքերով նոր շրջապատված Գերդում է նոր մի կյանք Խեղդում մի ցավ Պետք է հարմարվի Էմիգրացիան ինքը խոպան հող է Այդ չանկացած տեղ որ ինչի համար որ գնում ես Դու չգիտես այնտեղ ինչ պիտի 0-ից տունդ կառուցում ես Ու չգիտես ինչի վրա ես կառուցում Էդ է ասենք քեզ թվում է ամուր հիմք է Նոր ես ծանոթ այնտեղ Վերջում պարզվում է որ ոչ էլի Դրա համար մի տեսակ տերևի է նմանվում էլի կյանքը Սենց կարող է լավ լինի, կարող է վատ լինի Այդ տեսակն է, էլի չգիտես Ռիսկը Եկել եմ Մոսկվա, Մոսկվայում ինձ մի հատ ոստիկան կինոդիմավոր է, որպես հանցագործի, ու դրել են Երևան ինքնաթիռը, եկել եմ այրեպորտ։ Դոնարան Լեհաստանում ապրած տարիների ընթացքում զբաղվել է առևտրով, կարողացել է առանցքացության եւ աշխատանքի իրավունքի հաստատվել Լեհական Պլոցկ քաղաքում։ Փորձել է օրինականացնել իր կարգավիճակը Լեհաստանում, բայց գործն ավարտին չի հասցրել։ Հերթեր պետքա սպասեի, պետքա մեծ տուգանքներ մուծեի, որ ոչ մի անգամ չեմ գրանցվեն դեղ։ Հասկանում եք, շատ մեծ խնդիրներ է, գնալը մի կրակա, գալը մի քանի։ Լեհաստանում ընտանիքներով բնակվող հայերը հիմնականում առևտրով են զբաղվում։ Աշխատում են ոստիկանության աչքին չերևալ։ Շատ վատ պայմաններում են ապրում հայերը, գիտեք ինչի համար, ապրում են միայն նրա համար, որ մեր 2 կոպեկ հետ գցեն ու արգեն տուն։ Ախր աշխատել հարաբերական իմաստ է այդ աշխատանքը ախր ընդ է։ Աշխատել չես գնում գործարան, չես գնում մի նորմալ տեղ աշխատես, չէ։ Թաքուն աշխատել ես որն է։ Ես այդքան տարի որ ընդ առանց պաշտպորտյոլը եմ գնացել, դա եսի ինչ է, հրաշք է դա։ Խախած ապրելու մա պետք։ Ումա պետք որ տնից չես կարող դուրս գալես, չես կարող, ինչ չես կարող, աշխատել չես կարող, հապա ինչպես ապրես։ Անցյալ տարի Դոնարային Լեհաստանում անձնագրային ռեժիմը խախտելու համար ձերբակալել են։ Կինը 4 ամիս անցկացրել է լեհական բանտում, մինչև նրան հետ են ուղարկել Հայաստան։ Նրան հնարավորություն չեն տվել իր հետ վերցնել 13 տարիների ընթացքում աշխատած գումարը, անձնական իրերը, ոսկեղենը։ Ես լուրջ եմ ասում էդի ջահիճա։ Այնտեղ որ մտնես չես կարա դուրս գաս։ Քեզ ասենց տանում է, խորացնում է ու վերջացնում է։ Բարքերով նոր շրջապատված Գերդում է նոր մի կյանք Խեղդում մի ցավ Պետք է հարմարվի Որ այդ 4 կողմդ արկա է այդ վիճակը Ստիպված որ երգ ես գրում այդ թեմաներից պիտի լինի այդ երգը էլի Մամիկոնը վրացահայ է։ Եվրոպա է գաղթել 1991 թվականին։ Հարազատները եկել են Հայաստան, ինքը Գերմանիա։ Ես ասի գնամ Գերմանիա, որ գնամ ես հնգերսնոտ, այն բանը որ գնամ այդ Բադենի լիճի աչը, խորովածներ անենք, բիզնես անենք, ծախենք, ապրենք, էլի փոխաշ։ Ու եկա տեսա որ ինչ Բադեն, ինչ լճիապ, ինչ խորոված, ով քեզ կթողա խորոված այդ տուրիստական տեղը, որ ոչ թե պլաժի տեղ է, այդտեղ տուրիստներն են տանում։ Մամիկոնը 2 ամիս մնացել է ընկերոջ տանը։ Հետո նրան խորհուրդ են տվել գնալ Շվեյցարիա եւ այնտեղ ապաստան խնդրել։ Մեզի անցկացին ոչ թե սահմանով, այլ լճի սահմանը անցնում են միջև լիճն են մտնում։ Շվեյցարիայում Մամիկոնենք ապաստան են խնդրել։ Նրանց տեղափոխել են փախստականների ճամբար։ Շվեյցարական ճամբարում 7 ամիս ապրելով Մամիկոնը որոշում է ընտանիքով գալ Փարիզ։ Այստեղ մի հայ նրանց ապրելու տեղ եւ աշխատանք է տալիս։ Ժամանակի ընթացքում նրանք կարողանում են կացության իրավունք ստանալ։ Շատերը կան, որ դուրսերն են քնել, շատերը կան, որ մետրոների մեջ են քնել։ Ֆրանսիայում ապաստան խնդրողների գործերով զբաղվող փաստաբան Ալեքսանդր Ասլանյանն ասում է, որ իր հաճախորդների 90%-ը իշխանությունների կողմից մերժում են ստանում։
Մինչև Ֆրանսիա մեկնելու որոշում կայացնելը պետք է լավ հաշվի առնել ամեն ինչ։ Պետք է 2 անգամ մտածել նոր գնալ այդ ավանտյուրային։ Շատերը գալիս են երեխաների հետ, ձեր ծնողների հետ, ընտանիքներով։ Գալիս են եւ հայտնվում են դժվարին իրավիճակում։ Ֆրանսիայի փախստականների դիմումի գրասենյակի տվյալների համաձայն 2007 թվականին ապաստան ստանալու համար Ֆրանսիայի իշխանություններին է դիմել 1718 հայաստանցի։ Ֆրանսիայում ապաստան կարելի է ստանալ 3 պատճառով՝ քաղաքական հետապնդում, կրոնական փոքրամասնություն եւ ազգային փոքրամասնություն։ Ապաստան խնդրողները դիմում են տեղական իշխանություններին, որոնք էլ գործը փոխանցում են փախստականների դիմումների գրասենյակ։ Այնտեղ դիմողներին խնդրում են փաստերով հիմնավորել հայրենիք վերադառնալու վտանգները։ Դու երբեք չես կարող ստանալ փախստականի կարգավիճակ, եթե չունես որոշակի, բավարար եւ փաստացի ապացույցներ։ Շատերը չգիտեն, որ չկա Եվրոպայում տնտեսական պատճառներով փախստականի կարգավիճակ։ Չես կարող Հայաստանից գալ ու ասել՝ ես դժվար եմ ապրում։ Հայաստանում աշխատանք չկա, ինձ Ֆրանսիայում ապահովեք աշխատանքով։ Փախստականների գրասենյակում ապաստանի համար դիմողի գործի քննությունը սովորաբար տևում է մոտ 1.5 տարի։ Այդ ընթացքում պետությունը փախստականին ժամանակավոր ապրելու իրավունք է տալիս եւ ապահովում է ապրուստի նվազագույն պայմաններով։ Եթե ապաստանի համար դիմաց անձը մերժում է ստանում, Ֆրանսիայում գտնվելու նրա թույլատվությունը ուժը կորցնում է։ Սովորաբար փախստականները իրենց ապաստան չտալու որոշումը բողոքարկում են Ֆրանսիայի տրիբունալում։ Այստեղ է, որ նրանք դիմում են փաստաբան Ասլանյանին։ Շատերը երբ գալիս են մոտս, ասում են դուք իմ վերջին հույսն եք։ Նրանք մարդիկ են, որ մեկ անգամ մերժվել են եւ շատ լավ հասկանում են, թե ինչ վիճակում կհայտնվեն, եթե դատարանը մերժի նրանց։ Ժաննան Եվրոպայում է 1997 թվականից։ Եկել է փող աշխատելու, ապրում է անօրինական։ 3 անգամ դիմել է ապաստան ստանալու համար եւ մերժվել է։ Ոնց որ գաղութում եղնես կալիդորները, ամեն մեկը իր սենյակ ունեն, ամեն սենյակի մեջ 10-15 կնիկ կամ 10-15 տղամարդ միասին են ապրում, տարբեր ազգի, մեկը մաքուրա, մեկը կեղտոտա, մեկը գողա։ Գերմանիայում Ժաննան փախստականի կարգավիճակ չի ստացել։ Եկել է Ֆրանսիա։ Մի քանի օր գիշերել է կայարաններում, մինչև գտել է մի ռեստորանատեր կնոջ, ով համաձայնել է վարձով սենյակ տալ։ Հիմա Ժաննան հաճախորդներ ունի, որոնց տներն է մաքրում։ Բնակարանի մաքրություն կամ դայակություն։ Սրանք Եվրոպայում անօրինական ապրող կանանց հիմնական զբաղմունքներն են։ Ամենացածր գործերն են անում, ցածր ասել ես ոչ թե վատ մտքով, այլ գործ են անում։ Գործը ցածր ոչ մի անգամ չի, բայց ուզում ասեմ, որ այն գործը, որ Հայաստանի մեջ չեն անելու, գալու են ստեղ են անելու։ Հերվում թողած մի ընտանիք, օգնի կանչի։ Ժաննան պատմում է, որ շատերը չեն ցանկանում աշխատել։ Նախընտրում են գողություն անել։ Ժաննային էլ խորհուրդ են տալիս հետևել իրենց օրինակին։ Մարդիկ ասում են, «Եգոնե գողանում ես, ծախում ես, դու գրբանն ա գնում»։ Իսկ այնտեղ գնում ես ինչ որ մեկի համա աշխատում ես, քեզի շատ գործում են, չնչինն են տալի, լա մի բան էլ քեզի ստրուկի պես են տալի։ Մամիկոնը պատմում է, որ Հայաստանում իրեն հաճախ են խնդրում օգնել տեղափոխվել Ֆրանսիա։ Իմ աղբերս կա, քուրս կա, աղբորը զավակները կան, քոչը զավակները կան։ Ես իրանց կարամ տանեմ, չէ՞, Ֆրանսիա տամ վիզա եւ գան շատ հեշտ ձևով, բայց ես իրանց չեմ տանում։ Ես չեմ ուզում որ իրանք ընկնեն այն պայմաններում, ինչ որ ես եմ տեսել։ Փաստաբան Ասլանյանը պատմում է, որ հիմա Ֆրանսիայում փախստականների հարցերով զբաղվող պաշտոնյաները հրաշալի կողմնորոշվում են։ Իրենց ներկայացվող պատմությունը հորինովի է, թե ոչ։ Անցած 15 տարիների ընթացքում նրանք բավարար փորձ են կուտակել։ Պատմությունները իրար նման են։ Ֆրանսիայի իշխանությունները տարիների ընթացքում հասկանում են դա։ Երբ բոլորը նույն բանն են պատմում, նույն խոսքերով, դա արդեն կասկածի տեղիք է տալիս, եւ նրանք հոգնել են այդ կրկնվող ճակատագրերից։ Նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում իրականում։ Հարյուրավոր փախստականների հանդիպած փաստաբանն ասում է,
որ Ֆրանսիայում էլ տնտեսական վիճակը աստիճանաբար վատանում է։ Տեղացիներն էլ դժվարությամբ են աշխատանք գտնում։ Այնպես որ ապաստան ստացողների թիվն էլ աստիճանաբար նվազում է, բայց կացության իրավունք չստացածները չեն շտապում վերադառնալ հայրենիք։ Շատերը մնում են, քանի որ ինքնասիրությունը թույլ չի տալիս վերադառնալ։ Շատերը Հայաստանում ամեն ինչ վաճառել են եւ չեն ուզում Հայաստանում ցույց տալ, որ հաջողության չեն հասել։ Շատերը հայրենիքում ունեցվածք չունեն եւ տեղ էլ չունեն վերադառնալու։ Շատ մարդկանց հանդիպել եմ, որն էլ եկել են ու ասել են «Ես ուր ենք եկել, ինչի եկանք, ես ինչ ինֆորմացիա ունեցանք Հայաստանում»։ Շատ քիչ են դեպքերը, երբ մարդկանց մերժում են կեցության կարգավիճակ տալ եւ նրանք որոշում են վերադառնալ։ Ես անգամ չեմ հիշում նման դեպք։ Վաչիկ Գեղամյանը Ֆրանսիայից սեփական կամքով վերադարձած հազվագյուտ հայաստանցիներից է։ Սիեթամ ֆրամ գամ, գնացի մնացի։ Վաչիկը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ապրել է 3 տարի։ Նա փորձել է կեցության իրավունք ստանալ, բայց մերժվել է։ Պետությունից ստացել է ամսական 300 եվրո նպաստ։ Երբեմն էլ կարողացել է ժամը 10 եվրո վճարով անօրինական աշխատանք գտնել։ Ասենք մի 2 օրով 3 օրով այտենց գնացել եմ բանվորություն արել, բայց հետո ասենք այնց պայմաններ դրին, որ շատ դժվար էր։ Հիմնական ասենք ոչ թե դու չէիր կարող գործ ճարել, քեզի ոչ մեկ գործ չէր տալիս։ Ասենք եթե քեզի գործ տար ինչ-որ մի պրարաբ կամ ինչ-որ մի ինժեներ, իրան բռնեին 20000 եվրո տուգանելու էին, 6 ամիս էլ դատելու էին։ Մարդն առանց շփման, առանց լեզվի թափառական, քարավան մի մոլորված օթևան խնդրելիս, հարևան նոր բարեկամ փնտրելիս։ Դե ասենք դες բառեր կարամ ասեմ, բայց հիմնական ասենք չեմ կարող էլ ասենք նախադասությունները կապեմ իրար, ասենք խոսամ էլի քերականություն այտենց խոսամ չեմ կարող։ Ոնց պիտի հարմարվի է։ Լեզու չգիտի, թափառական, առանց շփման։ Կյանքը լավ կյանք է, որպես օրենքով պետություն, որ օրենք կար, հավասարություններ, դա շատ լավ էր։ Իսկ մեր հայկական մտածմունքով, հայկական ապրելակերպով, որ ընդեղ ուզում ես ապրես, ասենք երեխա մեծացնես, դաստիարակես, մեր հայկական հայ նման չի լինի։ Վաչիկը լսել է Ֆրանսիայում անկանոն վիճակում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ծրագրի մասին։ Դիմել է սոցիալական աջակցության հայկական ընկերակցության վերադարձ ակունքներին ծրագրի գրասենյակ։ Նրան տվել են Հայաստան վերադառնալու անվճար տոմս եւ անհրաժեշտ խորհրդատվություն։ Երևանում ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը Վաչիկին օգնել է վերականգնել փաստաթղթերը։ Ծրագրով նախատեսված մինչև 3660 եվրո օգնությամբ Վաչիկը սեփական գործ է հիմնել։ Խոզամայրեր ու կոմբինացված կեր է գնել։ Գործերը հաջող են ընթանում։ Վաչիկը նախատեսում է մեծացող գոջիների համար նոր տարածք պատրաստել։ Աստորեն 3 հատ են ծննդաբերել արդեն, չէ՞։ 3 հատ արդեն գլինի բացասին մայրերի։ Ուզում ես նորից ասենք գոջիները չվաճառեմ, էլի ասենք պահեմ, սարքեմ մայրեր, ուզում եմ մեծացնեմ, ֆերմա սարքեմ, էլի, այդ նպատակն ունեմ, տեսնենք ոնց կստացվի։ Այս փոքր ծրագրով, որ մենք կարողացանք իրեն հույս ներշնչել իր ուժերի հանդեպ, հիմա արդեն նոր մեծ ծրագրերի միտք ունի ինքը։ Շատերը չգիտեն, որ չկա Եվրոպայում տնտեսական պատճառներով փախստականի կարգավիճակ։ Չես կարող Հայաստանից գալ ու ասել՝ ես դժվար եմ ապրում։